Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, ուրեմն շնորհակալ եմ բոլորից հետ, որ իրապես փորձում եք աջակցել այս Ղարաբաղյան որոշ մարդկանց հարձակումներին, ես այդ մարդկանց հեսա կնշեմ, Ղարաբաղցիներ կային, որ երեկ ինձ գրել էին, Գևորգ ջան, քեզ համբերություն, աղբերս մենք քեզ լավ ենք ճանաչում, լավ գիտենք, ասում եմ, ես տարանջատում եմ լավն ու վատը, հեսա մարդիկ կան, որ ուզում եմ պղտորել Ղարաբաղ Հայաստանցի զատել ու մեզ իրար դեմ հանել, մենք պետք է դա հասկանանք ժողովուրդ ջան, որովհետև իրոք եմ ասում, սա դիտման պարվում, որ Հայաստանցի Ղարաբաղցի սկսենք տարբերակել ու մոտ է ընտրությունները, այս ընտրությունների առթիվ ուզում են բախումներ ուզում են քաղաքացիական պատերազմ են պատրաստում, ես լուրջ եմ ասում, սրան լուրջ պետք է վերաբերվել, որովհետև մարդիկ փաստացի սկսել են ստել, հիմա ես ցույց եմ տալիս, ուրեմն մի հատ կին, ու մի հատ կին, եթե կին է կոչվում, էլի, հեսա ցույց տամ, լսեք, տեսեք, փաստերով եմ խոսում։ Նայեք, նախ այս աղջկան ինքը շատ լավ գիտի, թե ես ինչ եմ արել, շատ լավ գիտի, ինքը դիտման բանում ուղղորդված, պետք է հասկանանք ում կողմից է ուղղորդված, այս աղջիկը առաջի անգամ չի, որ սենց իրան սենց է պահում, սա արդեն մի քանի դեպք է եղել, որ հարձակումներ է սկսել իմ դեմ, արշավ, այսպես ասեմ, բայց ինքը ճիճու է, ինքը ոչնչություն է, որ կարենա իմ դեմ արշավ սկսի, որովհետև իրան ոչելի նման ճտտսնելը 2 վայրկյան է տևելու ես, ինչ է, ուղղակի ուզում եմ ասեմ, որ մարդկանց մոտ ուզում է ինչ-որ կարծիք տպավորություն ստեղծի ու ստեղծել է որոշ մեկի մոտ, այս կնոջ մոտ, հիմա ես կդնեմ իր տեսանյութը, որ բոլորդ լսեք, թե սա ինչ է ասում, շատ կարևոր է, լսեք, հետո ես փաստերով, հիմքերով ներկայացեմ, եթե այս կինը հակադարձի, ապա քննչական վարչությունում ես վարույթ կներկայացնեմ զրպարտության դեմ, սրա, որ սա զրպարտում է։ Ուրեմն լսեք, մի րոպե սկզբից։ Ուրեմն խոսքը սուղում եմ քեզ, Գևորգ Շուջանի կին, այս հերոս տղաների կողքից տեսնում ես այս նկարները։ Հերոսի կողքից դու ով ես, որ խոսես հերոսների մասին։ Եթե այդպես չի կարաս ապացուցես ու հիմա որ դու ինձ զրպարտում ես, ասեմ քո նմանի ու քո մարդու կյանքի համար ու հանձինս իմ համար իմ հայրը զոհվել է եւ իմ ընտանիքից 4 հոգի։ Եթե դուք համարում եք, որ Արցախցին փախած է, 4 Ահա, հիմա դրան անդրադառնանք, ասպա քո ամուսինը գնացել է Թալանի։ Պետք է ապացուցես կինը, որ ես գնացել եմ Թալանի։ Ասում է, որ մենք զրպարտել ենք իրեն, ասում է, որ իր ընտանիքի անդամներից զոհվել են մեր պատճառով։ Դու Ղարաբաղից ես, ես եմ եկե օգնելու ձեզ, դուք չեք եկե Հայաստան օգնելու մեզ, պատերազմը եղել է Ղարաբաղում, ոչ թե եղել է Հայաստանում, ում պատճառով ով է զոհվել, տեսնում եք ինչ ասում, շարունակենք։ Զոհ եմ տվել իմ ընտանիքից։ Որ զոհ։ Հիմա Գևորգ Շուջանի կնիկ, այն որ ասում է լավա ամուսինը գերի ընկավ, մի քիչ առաջ գնացել ամուսնու տանուով։ Տեսնում եք էսի ինչ էր խոսում, սրբություն, բան, սրա մոտ չկա, էսի սրպապիղծ կին է։ Ուզում եմ ասես տեսնեմ ամուսինդ որտեղ է օգնություն տարել Քարվաճարում, որովհետև այդ Քարվաճարը իմ համար շատ թանկ է։ Եթե քո նման շատ կներես արտահայտությանս համար, աղջիկ ջան, այդ հողը լոկ հողը ու կեղտ է քո համար, որ մարդը դրանով հերոսացել է, գնացել է Ալիևի սպասիբա է ասել, ինքը եկել ստեղ գերի լինելով հերոս է կոչվել, ասել իմանաս, իմ հայրը քիսունի։ Նախ ես գերի չեմ եղել, ես պատանդ եմ եղել, տիկին։ Քո հայրը ինչ արեն չի արել, քո համար արել, քո ընտանիքի համար արել, քո ընտանիքի։ Հասկանում ես, իմ համար ոչ մի բան քո հայրը չի արել։ Հայաստանի համար քո հայրը ոչ մի բան չի արել։ Դու դիտմամբ ստեղծում ես իրավիճակ, որ սկսենք իրենց անուններով կոչել, շարունակում ենք։
Համար որ մարդը դրանով հերոսացել է, գնացել է Ալիևի սպասիբա է ասել, ինքը եկել ստեղ գերի լինելով հերոս է կոչվել, ասել իմանաս, իմ հայրը այդպիսիներից չէ, իմ հայրը այս տղաների նման հերոս մարդ է, ովքեր իրոքից կռվել են, ովքեր չեն գնացել հանձնվել, իմ հայրը այնպիսի մարդ է, Ռոբերտ Աբաջյանի նման մարդ է, ով որ կնախընտրեր իրեն նռնակով պայթեցնել, հետը տանելով մի քանի ոչնչություն, չեմ քո մարդու պես գնար հանձնվել ու գարստեղ ինչ որ մեդալ վերցնել։ Մի բանը խոսելուց խնդրում եմ լավ խոսի։ Նախ ով է հանձնվել, ես հանձնվել եմ, հա, դեկին, դու կարաք ապացուցեք, որ ես հանձնվել եմ, բացի դրանից Ժորժ ջան, ես լուրջ եմ ասում, այս կնոջ ինձ թվում է, որ պետք է քարշ տալ դատարան, որ խելքը գլուխը գա, այս դիտմամբ հրահրում է մեզ բոլորիս իրար է խառնում, լսում ենք։ Իմ ապացույցներ ունեմ, դու կարում ես ապացուցել քո ամուսինը, որ մարտական դիրքում է եղել։ Դիրքը դու Լսենք։ ասա, քարվաճար ես ասում, քարվաճարում հայրը զոհվել է։ Այդ Լեռնանցքի անունը չեմ տա։ Եթե մարդը դիրոքից եղել է քարվաճարում միայն մի հատ բարձրունք կա։ Մենակ Google-ով չգրես, էլի իմանաս։ Ես կարամ ապացույցներ գցեմ, դու տեսնես, որ իմ հայրը դիրոքից քո նման կիղտի պատճառով, մարդու նմանի պատճառով զոհվել է հենց Լսում եք ինչ ասում էսի, ասում եմ, որ դիրքնապահ է, քարվաճարի որ մարտական դիրքնապահ է, քարվաճարի որևէ դիրք տիկին ես չեմ պահել, ու ոչ մեկ չի ասել, որ ես մարտական դիրք եմ պահել, ես չեմ կռվել, ես հումանիտար օգնությունով եմ զբաղվել, ես բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահ եմ, ու քո նմանին եկել ենք օգնելու երախտամոռ, որ դու հիմա սենց դուրս գաս ու զիբիլի վրի կատվի նման հաչաս Դրա համար ես քեզ այսպես ուղիղ ասում եմ, եթե ես սխալ եմ ասում քեզ զիբիլի վրի կատու, այսինքն քո ասածները եթե ճիշտ են, ես հանրային կահելնեմ, ծունկի կիջնեմ հրապարակում քեզանից ներողություն կխնդրեմ։ Եթե ոչ, եթե քո ասածները ամբողջությամբ ստոր, կեղտ, սուտ խառնակցություն են, ուրեմն դու զիբիլի վրի կատու ես տիկին։ Շարունակում ենք։ Որ քո մարդը գնա նոյեմբերին, որ մարդ չկար այդ տարածքում, սաղ արցախցիները, խաղաղ բնակիչները դուրս էին եկել։ Մարդը դու համար է օգնություն տարել Արցախ։ Ես դա չեմ հասկանում։ Միայն մի բարձրուն կա, որի վրա հերոս տղաները մինչև նոյեմբերի 16-ը դիրք էին պահում, որովհետև չէին ուզում հանձնել, որովհետև չէին հավատում, որ ձեր նմանների պատճառով, այդ ձեր նման դասալիքների պատճառով Արցախը հանձնվել է։ Քեզ լավ օր եմ մաղթում, 4 երեխեք էլ պահի, էլի։ 4 երեխա չունենք մենք, տիկին։ Թուրքի թրի տակ անկնելու մի օր, ու դու համարում ես քո մարդը հերոս, բա որ ինքը հերոս է, այս տղաները ովքեր են։ Ողջերն է, մահացածներ են միայն հերոս։ Ինքը հերոս է։ Հալանան։ Ասենք կոչում մարդկանց, ով որ հանձնվում է Թուրքի, ինքը հերոս է։ Զիբիլի վրի կատու։ Որ Աբաջյանի նման իրեն պայթեցնում հետը տանելով մի քանի ոչնչություն։ Ու ոնց տեսնում եմ հայերի մեջ են ոչնչությունները շատանում։ Քեզ բարի բախտ։ Իսկ ձեզ բարի բախտ չեմ կարող ցանկանալ, որովհետև ձեր բախտը արդեն որ բարի չի չարա։ Ժողովուրդ ջան, տեսնում եք էսի ով այս զիբիլի վրի կատվում։ Իրոք եմ ասում, սա ասում եմ այս ամենայն պատասխանատվությամբ, որովհետև այս խառնակիչ ու կեղտոտ կինը չի կարա լինել ոչ մայր, ոչ չգիտեմ սրբություն ունենալ, որ սենց ստի։ Ես ու ոչ մեկ իմ ընտանիքից երբևիցե չենք ասել, որ ես ինչ-որ մարտական դիրք եմ պահել, մեկ։ Երկրորդ, այս կինը ասում է, որ ես գնացել եմ Թալանով եմ զբաղվել քարվաճարում։ Ուրեմն այս կինը, եթե ես գնամ հիմա հայտարարություն տամ, ինքը պատասխանատվություն է կրելու։ Ես օգնություն եմ տարել նոյեմբերի 11-ին էլ 2020 թվականին բռնվել եմ, ու այնտեղ լիքը Ղարաբաղի մեր հայրենակիցներից են եղել, ովքեր օգնության կարիք են ունեցել։ Ու դա բոլորը գիտեն, փաստան չի։ Ասում եմ Ղարաբաղը դատարկ ու մեր Ղարաբաղում ոչ մեկ չի եղել, հա։ Դիգին Ղարաբաղում ոչ մեկ չի եղել, մարդիկ են եղել, որ ինձ խնդրել են, իրենք ապաստարաններում են եղել, ու խնդրել են, որ ես գնամ իրենց ապաստարաններում օգնեմ ընդեղից դուրս հանեմ։ Այ խելագար խեղկատակ, ուղղորդված սա ինչ որ արարած է, ովքեր որ ես ասեմ սա ինչի հետ է կապված, կոնկրետ ասում Ժորժ ջան։ Ուրեմն Ալեն Սիմոնյանի հետ նկարած հրապարակելուց հետո այս տականքները սենց ակտիվացան։ Ես ասեմ ինչից է։ Ուրեմն Ալեն Սիմոնյանի նկարը ես դիտմամբ գցեցի։ Ես հարգում եմ իր մարդ տեսակը։
ով չի հարգում, դա իր խնդիրն է, ով ինչ որ խնդիր ունի, իր հարցն է։ Ես դիտմամբ գցեցի, որ ISIS-ների դիմակը պատրվեր։ Ես գիտեմ, որ հրահարում են մեզ, հրահարում են, որ սարքեն քաղաքացիական պատերազմ, այսինքն կեղտերին հանում են ծախու, որպեսզի մեր դեմ քարոզ սկսեն։ Մեր դեմ այն մարդիկ, ովքեր որ ինչ որ բան են իրանցից ներկայացնում եւ այլն, փորձեն կոտրեն, ջախջախեն, կեղծ ստորսերիկա հանեն եւ այլն, դա արվում է պետության դեմ։ Ես ասում եմ զգույշ եղեք, ուշադիր եղեք, ու սրանց նման տականքներին շանտեղ մի դրեք։ Իսկ ես այս տիկինին ուղղակի զգուշացում եմ անում։ Դու չգնաս քո հետևից։ Շատ մեծ